Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ապրիլի 22-ն է, գտնվում ենք Բյուրեղավան խոշորացված համայնքի Բյուրեղավանի շտաբ օգնության թե ամբուլատոր կենտրոն Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա նայում ես, կարելի ասել թե Երևանում նման պոլիկլինիկա չկա, լնայդ էս ինչ ընտիր սարքած, միջազգային չափանիշներին համապատասխան, հիմա այստեղ արդեն 1 ժամից ավելի է, 1-2 անգամ Բյուրեղավան համայնքի ղեկավարը այցելել է պոլիկլինիկա, մինչ այդ եղել մոտ 30-ից ավելի հասցեներում, այդ մասին ինձ ասում էին բնակիչները, ովքեր սակայն հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ 1-2 օր է հավանաբար ջրից, խմելու ջրից թուլություն են ունեցել, փսխումներ, սրտխառնոց եւ նշված պոլիկլինիկան մոտ մեծ թվով բնակիչների տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել, նույնիսկ մի քանիսին բժիշկները կանչով տանն են օգնություն ցուցաբերել։ Հիմա որ խնդրեմ կներկայացնեք երբ է եղել, ինչքան ոնց ասեմ պացիենտա տեղափոխվել։ Հա, ու որ խնդրեմ ներկայանաք էլի։ Պոլիկլինիկայի տնօրենն եմ Վարդումյան Արմեն, ուրեմն նման իրավիճակ առաջացել է 3 երեկոյան, սկսել է շտաբ օգնության անընդհատ կանչեր նույն գանգատներով երեկոյան, մենք ժամը 11-ին արդեն պատկերացրել ենք, որ դա եզակի դեպքեր չեն, այլ համընդհանուր ինչ-որ իրավիճակ է ստեղծվել և ահազանգել ենք Սանեպիդ ծառայությանը, բոլոր են մարմիններին, որոնց պետք է մենք ահազանգեինք և վիոլա ջուր, առավոտվանից սկսած պարոն Բալասյանի հետ միասին, պարոն Բալասյանը երթին եղել եք նաև մի քանի հասցեներում։ Այո, այն ենք առավոտյան համապատասխան այլ մարմինների բոլորը տեղյակ են և բոլորը պուլսի վրա է։ Իսկ կներեք, ընդհանուր քանի հոգու եք բուժօգնություն ցուցաբերել եւ տարիքային։ Տարիքային բոլոր տարիքներում էլ կան։ Եվ երեխաներ, եւ մեծահասակներ, եւ մեծեր, ուրեմն շտաբ օգնությունը կատարել է 30 կանչ, 3 մենք այդպիսի կանչեր չենք ունենում, մենակ 3 այսօր առավոտվանից էլի կանչեր կան, հիմա օրինակ գիտեմ, որ 2 հոգու հիվանդանոց են տեղափոխում։ Որ հիվանդանոց։ Աբովյան բժշկական կենտրոն։ Ձեր հանձնարարականով արդեն ցուցանակներ են ասին բնակիչներն ասին, նախազգուշացնող ցուցանակներ եք տեղադրում, որտեղ դա ինչ է, ցուցանակը ինչ է նշում։ Սոցիալական ցանցով մենք ներկայացրել ենք վաղ առավոտյան բնակչությանը, որ ջրի օգտագործումը վերապահումով լինի կամ եռացրած ջուր օգտագործեն միայն, իսկ բացի դա լրացուցիչ մտածեցինք նաև շենքերի մուտքերին ամրացնենք, հաղթող էլի հայտարարություններ, միջև մենք որ ունենանք առաջի պատասխանները նմուշառումներից կիմանանք ինչա կատարվում։ Բայց դե հերքվել է, ակնհայտ է, որ պատճառը ջուրն է, ոչ գազը, ոչ սննդային թունավորումները։ Ես չեմ կարող այդ ձև պատասխանատվություն։ Որտեղ բնակիչների մեծ մասը, գրեթե մեծ մասը պնդում են, որ ջրից է եղել, այլ ոչ թե գազից կամ սննդից։ Մինչև բոլոր նմուշառումները կատարվել են, նոր Սանեպիդ կայանի հանձնաժողովը գնաց շենքերից, տներից նմուշառումներ են արել եւ նաեւ հիվանդներից։ Իսկ այսօր քանի հոգու եք օգնություն ցուցաբերել նախնական։ Շտաբ օգնության կանչեր են, մարդիկ զանգում են, նաեւ բժիշկների հետ խորհրդակցություն չեն, նենց չի որ գալիս են։ Կարևորը ծանր վիճակներ չկան։ Այն երկուսն որ տեղափոխել են, այդտենց ծայրահեղ ծանր վիճակներ չկան։ Բայց 1-2 օր կմնան բժիշկների հսկողության տակ։ Իհարկե։ Որպես համայնքի ղեկավար նմանատիպ դեպքեր էլի է եղել նախկինում Բյուրեղավանում։ Ես մասսայական դեպք չի եղել, որ ընդհանուր քաղաքի տարբեր հատվածներից նույն հարցով դիմեն։ Կարող է մասնակի տեղային փոքր բաներ եղել, արագ վերացրել են, ասենք կոնկրետ մի շենքի վթար եղած լինի կամ բան։ Իսկ ես առաջի դեպքն եմ։
Մի խոսքով երեկվանից կարելի ասել պոլիկլինիկան աշխատում է բավականին լարված, նույնիսկ բնակիչներ կային, ասում են գիշեր 10-ին, 11-ին էլի պոլիկլինիկայի աշխատողները եկել են կանչով տուն։ Կանչով միանշանակ մեր ինֆեկցիոնիստը գիշերը արդեն ամեն ինչ ղեկավարել է, թե շտաբ հայտնումը, թե բոլոր մարմիններին տեղյակ պահելը, ովքեր պիտի իմանան, որպեսզի այդ ամեն ինչը ղեկավարվի, առավոտյան ժամը 9-ից էլ սկսվել է, բոլորը եկել են, բոլորը տեղյակ են, բոլոր ծառայությունները աշխատել են, մենք էլ կազմ պատրաստ ենք։ Իսկ Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվածները երեխաներ են, թե մեծահասակներ։ Միջին տարիքի ձեր շտաբ օգնությունը տեղափոխել է Աբովյան բժշկ։ Հիմա ճանապարհին է։ Հիմա է տեղափոխում էլի։ Դրա համար ստեղ չի։ Եվ բոլորն էլ նշում են, որ հիմնականում հենց ջուրն է։ Դրա համար քաղաքապետարանը հորդորել է, որպեսզի ջուրը եռացվի, օգտագործեն։ Ապահովության համար ջուրը եռացրած օգտագործեն։ Իհարկե մեր պոլիկլինիկայի խորհրդով առաջարկով Ամենայն դեպքում մտածում ենք, որ ավելի ճիշտ է ջուրը եռացրած օգտագործել։ Համենայն դեպս քիչ առաջ նաև ձեր բժիշկների ուղեկցությամբ 2-3 հոգու տեղափոխեցին։ Հիմա ներսում հետազոտվում են, չէ՞ իրենք։ Չէ, Աբովյանը։ Չէ, այստեղ օգնություն երեխեք ելեք, չէ՞ օգնություն ցուցապ։ Բժիշկները ստեղ են, ու պարտադիր չի դրանով լինի, բայց ես կդ մեր աշխատողներից ապահովության համար էլի ստուգում են էլի։ Եվ բոլոր շենքերին քաղաքապետարանը տեղադրել է այդ նախազգուշացնող հայտարարություններ էլի, պատերին փակցվել է, 3 ցուցաբերել եք քանի հոգու օգնություն։ Մենք ունեցել ենք նորից եմ ասում մոտ 20 կանչ, 30 կանչ։ 30 կանչ ենք ունեցել, այդ բոլորի ընտանիքներ են, նշի որ մի հոգի է։ Ու վատ նկատի ունեմ փսխում, սա խառնոց, թեթև ջերմություն, բոլորին էլ օգնություն է ցույց տվել, այսօր էլ շարունակվում է նույն բանը, բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակի չեն դիմել։ Ասենք առանձնապես արտահայտված չի եղել, չեն դիմել։ Բայց ճիշտը դիմելն է։ Այն որ ասված չբռնեն այն հեքիմական ձևի բուժումներ անեն, հետո վատանան ասեն, հա։ Դրա համար էլ մենք հայտարարություն ենք տվել, նման վիճակներ է լինում, խնդրել ենք ջուրը, դիմել բժշկի եւ ամեն ինչը տեղական։ Պոլիկլինիկան նայում ես, ընտիր շենք ասքի Երևանում էս պոլիկլինիկա չկա։ Ավինյանը հեսա կասեցի ծիրու շենքա։ Ամեն ինչ պարագաներով, արվել է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարության ֆինանսավորման վերջերս, չէ՞։ Այո։ Վացմանը Ընտիրա։ վարչապետն է, պարոն Փաշինյանը։ Ընտիր։ Ունենք բոլոր Հա, այսինքն հիմա երեխային տեղափոխում եք Աբովյան բժշկական կենտրոն։ Իսկ ինչպես։ Հա, բայց այդ ջրից է, չէ՞ եղել։ բոլոր ինտոքսիկացիաների ժամանակ իջնում։ Հա։ Աբովյանի բժշկական կենտրոն։ Եղավ ժողովուրդ ջան, Աստված օգնական։ Հիմա ձեզ մոտ պոլիկլինիկայում անհրաժեշտ օգնությունը ստացան, հիմա իրան տեղափոխվում է Եվ խորհրդատրվել, որ Աբովյան բժշկական կենտրոն։ կենտրոն իրանք ասել են մենք կտեղափոխենք ու տանենք։ Հա։ Հետո դուք ասել եք շտաբ օգնությունով տեղափոխենք, բայց ասել են մեր ավտոյով, հայրը ասում էր, մենք մեր ավտոյով կտանենք։ Մի խոսքով երեկվանից պոլիկլինիկան լարված է աշխատում էլի։ Այսօր էլ ինձ թվում է Դե երեկվանից Աստված պապան ազգիս